Բարև ձեզ, այսօր ոդկասթի իմ զրուցակիցները Էլոդի Գավրիլովը, ով պատմաբան է եւ Երևանում է գտնվում միջազգային կրթության Երևանի կենտրոնի դրամաշնորհի շրջանակներում, նա նաև արևելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ֆրանսիական ազգային ինստիտուտի դասախոս է, դասավանդում է հայոց պատմություն, եւ մենք այսօր Էլոդիի հետ խոսել ենք Թուրքիայում, հանրապետական Թուրքիայում հայկական դպրոցների մասին 1918-ից 1939 թվականը մենք խոսել ենք թե ինչ փուլեր են անցել այդ դպրոցները, ինչպես էր ամենօրյա կյանքը, ինչպես էին ինչ դժվարությունների հետ էին բախվում այդ դպրոցները եւ ինչպես էր թուրքական քաղաքականությունը փորձում այսպես փափուկ սաղուն ժխտողականություն տարածել այդ դպրոցներում, մոռացության տալով այն ինչ տեղի է ունեցել եւ կամաց ներդնել ավելի շատ թուրքական ինքնություն այդ դպրոցներում եւ նաեւ ինչպես էին այդ դպրոցները փորձում ինչ որ չափով դիմադրեին հայկական ինքնությունը պահելու համար։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, չափազանց շատ բան ես անձամբ իմացա, անպայման դիտեք այս հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Hello Elodie. Hi. Ողջույն Էլոդի։ Ողջույն։ Ուրախ եմ քեզ այսօր հյուրընկալել իմ ոդկասթում։ Մենք այսօր խոսելու ենք մի շատ զգայուն թեմայի մասին, որովհետև այն նախ եւ առաջ վերաբերում է Թուրքիային, հետ ցեղասպանական Թուրքիային, ինչպես նաև կրթությանը։ Երկու թեմաներն էլ միշտ արդիական են հանրային քննարկումներում եւ այդ պատճառով կարծում եմ, որ մեր լսարանի համար հետաքրքիր կլինի։ Բայց հիմա եկեք սկսենք այն ժամանակաշրջանից, որը քննարկում ենք։ Դա 1918-39 թվականներն են, չէ՞։ Ինչու հենց այդ ժամանակահատվածը։ It is 1918, 1939, right? Why this period of time? So first of all, thank you for the invitation. I'm very happy to be with you. Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Շատ ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար։ Իսկապես հուսով եմ հաջորդ անգամ կկարողանամ խոսել հայերենով։ Ես եմ հուսով։ Ինչու հենց այս շրջանը, որովհետև սա այն պահն է, երբ այս ռություններից հետո սկսում են ձևավորվել նոր համակարգեր եւ ես ուզում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունենում նրանց այն հայերի հետ, ովքեր մնացել են Թուրքիայում, եւ ինչպես է նրանք ըստ էության վերակառուցում համայնքը հանրապետական այս նոր պայմաններում։ The community with this new republican settings. Yes, because այո, քանի որ գիտեք, սա Ռայմոն Գևորգյանի արտահայտությունն է, որ սա սպիտակ էջ է թուրքական պատմագրության մեջ։ Այդ ժամանակաշրջանը այնքան էլ լավ ուսումնասիրված չէ, այդպես չէ։ Ես կարծում եմ, որ պատմաբանի համար լավ է, երբ դու առաջիններից մեկն ես, որ աշխատում ես այս արխիվների եւ աղբյուրների հետ։ Իսկ ինչ կասես աղբյուրների մասին։ Ինչպիսի աղբյուրներ են օգտագործում։ Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի հայերի մասին մի քանի գիրք է հրատարակվել։ Իսկ կոնկրետ դպրոցների մասին կա Լինդա Բարիշի գիրքը, բայց նա հիմնականում խոսում է 20-րդ դարի վերջին մասին։ Ինչ վերաբերում է աղբյուրներին, մի քանի տարբեր բաներ եմ օգտագործել եւ դա է պատճառը, որ ինձնից այդքան երկար ժամանակ պահանջվեց դոկտորական թեզս ավարտելու համար։ Օրինակ, կային վայրեր, որտեղ չէի կարող մուտք գործել, չէի կարող մուտք ունենալ։ Օրինակ, Թուրքիայի կրթության նախարարության արխիվներին, իսկ որոշ արխիվներ էլ պարզապես կորել են։ Այնպես որ այլ ուղիներ գտա իմ փնտրած արխիվային նյութերը գտնելու համար։ Օրինակ, կրթության նախարարությունում կա մի բաժին, որը զբաղվում է Թուրքիայի բոլոր մասնավոր դպրոցներով։ Դրանք եւ փոքրամասնությունների դպրոցներ են եւ մասնավոր օտարերկրյա դպրոցներ։ Հայկական դպրոցներին ուղարկված նույն կանոնակարգերը կամ նամակագրությունների մեծ մասը ուղարկվել է նաեւ օրինակ ֆրանսիական դպրոցներին եւ այդ փաստաթղթերը պահպանվել են ֆրանսիական դիվանագիտական արխիվներում։ Այսպիսով գնացի ֆրանսիական դիվանագիտական արխիվներ այդ հայկական դպրոցների մասին տեղեկություններ գտնելու համար։ Regulations, for instance, or any kind of correspondence that was sent to Armenian schools, not everything but most of it, was also sent to the French schools, for instance, and the archives were kept, the records were kept in the French diplomatic archives. So I went to the French diplomatic archives to find about those Armenian schools. Interesting. And հետաքրքիր է, իսկ բանավոր պատմություններ կամ հարցազրույցներ
Եվ այո եւ ոչ, որովհետեւ իմ թեզը սկսել եմ 2016 թվականին եւ շատ մարդիկ արդեն մահացած էին։ Դա մի փոքր բարդ էր, բայց ես կարողացա օգտագործել արդեն իսկ գրի առնված որոշ վկայություններ։ Օրինակ, բանավոր պատմության նախագծեր, որոնք հասանելի էին առցանց կամ հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները։ Այսինքն ոչ թե ես էի հարցերը տալիս դպրոցի մասին, այլ ավելի շատ օգտագործում էի արդեն գոյություն ունեցող նյութերը եւ փնտրում կարեւոր տեղեկություններ։ Իսկ ինչ կասեք դպրոցական արխիվների մասին, գուցե նրանք ունեին իրենց անձնական արխիվները։ Այո, ունեն, օրինակ եղել եմ Ստամբուլի այդպիսի մի քանի դպրոցներում, իսկ բոլորովին վերջերս անցյալ շաբաթ մեկնել էի Դուբլին ներկայացնելու իմ աշխատանքը հենց օկուպացված Ստամբուլի այդ կոնկրետ դպրոցի մասին, որովհետև երբ նրանք հեռացան Թուրքիայից, իրականում հեռացան իրենց ուսուցիչների, որբերի եւ նաեւ արխիվների հետ միասին, այնպես որ կարողացա Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի որոշ արխիվներ գտնել դպրոցում, որն այժմ գտնվում է Փարիզի մոտակայքում։ Teachers with their orphans and also with their records. So I could find some records from the Ottoman Empire in the school who is now near Paris. Can you read Western Armenian? Կարողանում եք արևմտահայերեն կարդալ։ Ձեզ համար դժվար չէ։ Դե իրականում դժվար է, որովհետև կիսով չափ եմ հայ ու մենք տանը հայերեն չենք խոսել։ Այնպես որ ես հայերեն սովորել եմ արդեն չափահաս տարիքում։ Դեռ դժվարություններ կան, բայց դե ամեն օր մի քայլ առաջ եմ անում։ Իսկ հիմա արդեն կարողանում եմ կարդալ սկզբնաղբյուրները, կարողանում եմ խոսել մարդկանց հետ։ Պարզապես դեռ մի փոքր կաշկանդված եմ, որովհետև գիտեմ, սխալներ անում եմ։ Այսպես։ Yeah, why I'm asking because it's even challenging for me. Ինչու եմ հարցնում, որովհետև նույնիսկ ինձ համար է դժվար կարդալը եւ խնդիրը ոչ միայն լեզուն է, այլ նաեւ ձեռագիրը։ Ես դանդաղ եմ կարդում։ Այո, հնագրությունը, պայլոգրաֆիան մի բան է, որը պատմաբանին միանշանակ պետք է, բայց դա բարդ է։ Չեմ ստի այդ ձեռագիր նամակները գրելն ու կարդալը իրոք դժվար է։ Դանդաղ եմ անում, բայց դե անում եմ։ Եկեք նախ եւ առաջ փորձենք պատկերացնել այդ ժամանակվա կրթական աշխարհը։ Նկատի ունեմ հայկական աշխարհը։ Մինչև 1915 թվականը Օսմանյան կայսրությունում Պոլսից դուրս կար գրեթե 700-ից 800 հայկական դպրոց, շուրջ 80,000-ից 100,000 աշակերտով։ Կարող եք ներկայացնել, թե ինչպիսին էր վիճակը անմիջապես պատերազմից հետո, նույնիսկ ոչ թե մեծ եղեռնից անմիջապես հետո, այլ հենց պատերազմից հետո։ To 100,000 students. Can you just present us how it looked like after the not after the Armenian genocide, after the war? Yes. After the First World War in 1918. So you have several Այո, առաջին աշխարհամարտից հետո 1918 թվականին, այսպիսով 1919 թվականին մենք ունենք կրթական աշխարհի մի քանի տարբեր շերտեր։ Օրինակ կան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ամերիկացի միսիոնները, որոնք Անատոլիայով մեկ սփռված բազմաթիվ օրփանոցներ ունեն։ Որոշ դպրոցներ դեռ գործում են Ստամբուլում եւ ապա ստեղծվում է խնամակարությունը։ Եթե չեմ սխալվում, մինչև 1919 թվականը նրանք ունեին 22 դպրոց, եւ հենց այդ որփանոց դպրոցներում էին նրանք հավաքում բոլոր այն որբերին, որոնց կարողանում էին վերցնել կամ օսմանյան որբանոցներից կամ փողոցներից, կամ նաև դպրոցներ, որոնք համագործակցում են օրինակ ՀԲՄ-ի հետ, բայց ամեն ինչ խիստ անկանոն ու ցրված է եւ գլխավոր առաջնահերթություն իրականում երեխաներին հավաքելն է։ Նրանց ինչ որտեղ ապաստան տալը եւ հետո հասկանալը թե ինչպես վարվել։ Ուստի ունենում ես երեխաներ, որոնք գալիս են ուսումնական տարվա կեսին, այսինքն այնպես չէր ինչպես հիմա, որ ամեն ինչ սկսվում է սեպտեմբերին եւ ավարտվում մայիս-հունիսին։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում անընդհատ նոր երեխաներ էին գալիս, իսկ ուրիշները հեռանում էին, որովհետեւ օրինակ գտնվում էին նրանց ընտանիքները կամ նման մի բան։ Բացի այդ, հսկայական խնդիրներ կային հիգիենայի եւ հիվանդությունների հետ կապված, այնպես որ դպրոցական առօրյան չափազանց ծանր էր բոլորի, թե երեխաների, թե մեծահասակների, թե առհասարակ ամենքի համար։ Hygiene and sickness. So the daily life at school is very hard on everyone, on children, on adults, on everybody. Interesting. And հետաքրքիր է, իսկ ինչպես էր դա տեղի ունենում գործնականում։ Նկատի ունեմ, ովքեր էին դասավանդում, ով էր վճարում դրա համար կամ ով էր պարզապես ապահովում պաշտպանությունը։ Կներկայացնեք որոշ մանրամասներ։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, իրականում դպրոց հիմնելու մի քանի ճանապարհ կար։ Օրինակ, որոշ դպրոցներ հիմնում էր խնամակալությունը, կարող էր սուբսիդիաներ ստանալ արտերկրից, ասենք ամերիկացիներից, ինչպես նաև դեսպանատներից։ Օրինակ, Ստամբուլի դպրոցների կեսում ֆրանսերեն էին սովորեցնում, եւ եթե դու ֆրանսերեն էիր դասավանդում, կարող էիր սուբսիդիա խնդրել Ֆրանսիայի դեսպանատնից ու այդպիսով որոշակի գումար ստանալ։ Բացի այդ, նրանք կազմակերպում էին բազմաթիվ
բազմաթիվ միջոցառումներ, օրինակ պարահանդեսներ կամ չեմ ուզում ասել հավաքույթներ, այլ հատուկ միջոցառումներ գումար հայթայթելու համար։ Երբեմն էլ լինում էր, օրինակ ընտանիքի անդամներից մեկը մահանում էր եւ կտակով գումար էր թողնում դպրոցին։ Այնպես որ թեև ամենուր ֆինանսական միջոցների սուր պակաս կար եւ ամեն ինչ շատ դժվարությամբ էր տրվում, նրանք գործում էին մի կերպ, չկար ֆինանսավորման մեկ միասնական աղբյուր, նրանք փորձում էին հնարավորինս տարբեր տեղերից միջոցներ հայթայթել։ But there were like funding shortages everywhere. It was still very hard, but this is how they did. Like there wasn't one source of funding. They tried to scatter it as much as possible to get. Yeah, and what was the main aim of Ինչ է կարծում, որն էր այդ դպրոցները բացելու, վերաբացելու հիմնական նպատակը։ Կներեք, բայց ես համոզված չեմ, որ կրթական պատճառները առաջնահերթությունների մեջ էին, որ նրանք առաջ տեղում էին։ Արդյոք դա արվում էր ավելի շատ մեր ինքնության պահպանման համար, թե այլ նպատակ կար։ Այստեղ մի քանի գործոն կա։ Կային կրթական մրցակցող նախագծեր, որոնք օրինակ ուսումնասիրվել են Մերձավոր Արևելքի նպաստամատույցի գործունեության համատեքստում, Չարլի Լեդերմանի գրքում։ Այս կազմակերպությունն իրենց գործունեությունն իրոք դիտարկում էր որպես ամերիկյան յուրատեսակ մանդատ, ուստի նրանք իրենց իսկ որփանոցներում ներդնում էին կրթական մրցակցային ծրագրեր։ Իհարկե, կարազգային ինքնությունը պահպանելու առաքելությունը, բայց նաև ամենամեծ ու հրատապ խնդիրն էր կանխել, որ այդ որբերը չափահաս դառնալիս լիովին աղքատության մեջ չհայտնվեն։ Այնպես որ նրանց սովորեցնում էին մի փոքր կարդալ եւ գրել, եթե մինչեւ ցեղասպանությունը չէին հասցրել դպրոց գնալ։ Մի փոքր հաշվել, այսինքն այս ամենաանհրաժեշտ գիտելիքները, որոնք իրոք պետք են չափահաս կյանքում, ապա նրանց սովորեցնում էին որևէ արհեստ կամ մասնագիտություն, որպիսի նրանք կարողանային ինքնուրույն ապրել։ Օրինակ, որփանոցների փոքրիկ աղջիկներին սովորեցնում էին տնային տնտեսություն վարել, որպիսի հետագայում, օրինակ, բարելավեր նրանց ամուսնության հնարավորությունները։ Craftsmanship or something like that, so that they could live as adults. And for instance, for women, for little girls in orphanages, they would really teach them how to run a house, as a household, for instance, to not compromise their like marriage chances, for instance. So they were really trying to maintain an Armenian society throughout education systems. Այսինքն նրանք իրոք փորձում էին պահպանել հայ հասարակության կրթական համակարգերի միջոցով։ Եվ եւս մեկ փոքր հարց այս թեմայով դուք թեթևակի նշեցիք այն մասին, բայց ճիշտ եմ հասկանում, որ դրանք տարբեր կերպ էին գործում։ Կախված նրանից, թե տվյալ տարածքը ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական, թե տեղական օսմանական վերահսկողության տակ էր։ Լիովին ճիշտ եք, օրինակ, երբ Ֆրանսիան ստացավ Կիլիկիայի մանդատը, նրանք կարգադրեցին հաշվառել բոլոր դպրոցները եւ պարզել, թե ինչ է կատարվում ներսում։ Ըստ էության, հայերն անմիջականորեն գործ էին ունենում ֆրանսիական իշխանությունների հետ, բայց հետո, երբ ֆրանսիացիներն այդ տարածաշրջանը հանձնեցին քեմալականներին, հայերն իրականում չցանկացան մնալ այնտեղ եւ տեղափոխվեցին Սիրիա եւ Լիբանան։ Ստամբուլում իրավիճակը փոքրինչ այլ էր, քանի որ այդ ժամանակ մարդիկ դեռ փորձում էին փախչել Թուրքիայից, այնպես որ ամեն ինչ չափազանց անկայուն էր եւ եթե որփանոցը օրինակ ղեկավարվում էր օտարերկրացու կողմից, դա կարող էր մի փոքր ավելի հեշտացնել մարդկանց վիճակը։ Այս առումով շատ հետաքրքիր հուշումներ ունի Ջոն Մինասյանը։ Ցեղասպանության տարիներին նա հասնում է Հալեբ եւ ցանկանում է դպրոց գնալ ուսումը շարունակելու։ Եթե չեմ սխալվում, նա արդեն գրեթե 20 անցներ։ Նա ուզում էր շարունակել կրթությունը, բայց ի վերջո սկսում է դասավանդել դպրոցում, քանի որ որփանոցը ղեկավարող օտարերկրյա միսիոնները նրան ասում են, ըստ էության դու արդեն չափազանց մեծ ես աշակերտ լինելու համար, բայց մենք պետք է քեզ փրկենք թուրքերից, այնպես որ դու ուսուցիչ ես դառնալու։ Այնպես որ այս ժամանակ բոլոր սահմանները, թե ով է երեխան, ով է որբը, ով է ուսուցիչը կամ ինչ է կրթությունը, լիովին լղոզված էին, եւ դա իրավիճակը դարձնում էր չափազանց խճճված, բայց չափազանց բարդ ու բազմաշերտ։ Borders between what is a child, what is an orphan, what is a teacher, what is education, everything is very blurred at that time. So it makes it very complicated. Very complicated, very complex. Եվ մի օրինակ, որ կցանկանայի բերել, արդյոք հետազոտել եք Էրզրումի Սանասարյան վարժարանը։ Ինձ համար դա շատ ուշագրավ պատմություն է։ Հենց այդ դպրոցի շենքում 1919 թվականին անցկացվեց քեմալականների համագումարը, որը հիմնադիր պահ դարձավ Օսմանյան կայսրությունից քեմալական Թուրքիայի անցման շրջանի համար։ Սա շատ խորհրդանշական էր։ Գիտեք, մի հայկական դպրոց, որը դարձավ այս շարժման օրրանը, որը հետագայում պետք է ջնջեր հայկական հաստատությունները, այնպես չէ։
the Armenian institutions, right? Have you researched something on Sanasaryan College? I mean, I've used. Իրականում ես օգտագործել եմ որոշ լուսանկարներ, բայց Սանասարյան այդ իրադարձություններից հետո դադարեց գործել որպես հայկական դպրոց, իսկ ինձ ավելի շատ հետաքրքրում էին այն հաստատությունները, որոնք 1918 թվականից հետո դեռ շարունակում էին գործել որպես հայկական դպրոց։ Եթե չեմ սխալվում, 20-ականների կեսերին այն վերաբացվում է արդեն որպես թուրքական լիցեյ, պետական դպրոց։ Հիմա հստակ չեմ կարող ասել, քանի որ նշումները սերքիս տակ չեն։ Իսկ 1923 թվականից հետո ըստ էության Ստամբուլից դուրս այլևս հնարավոր չէր հայկական դպրոց ունենալ, որպիսի կանխվեր Արևելյան Անատոլիայում հայ համայնքի վերակազմավորումը։ Այնպես որ 1923-ից հետո Ստամբուլի սահմաններից դուրս ոչ մի հայկական դպրոց չի մնացել։ I've been researching the entire Ottoman Empire, and then after 1923, it's Only mostly Istanbul. Yeah. Yes, and again another transitional question. Հաջորդ անցումային հարցս ինչ եղավ այն հայ ուսուցիչների եւ աշակերտների հետ, որոնք հայտնվեցին այս տարածքներում։ Այն տարածքներում, որտեղ 1920-23 թվականներին վերսկսվեցին ջարդերը ու տեղահանությունները, նկատի ունեմ Կիլիկիան եւ այլ շրջաններ։ Այնուհետև 20-ականների սկզբին ֆրանսիական զորքերը դուրս եկան, ինչ եղավ այդ դպրոցների կամ աշակերտների հետ։ Դե դպրոցները բնականաբար փակվեցին, իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ուսուցիչներին եւ աշակերտներին, նրանց մի մասին հաջողվեց փախչել հիմնականում Սիրիա եւ Լիբանան, քանի որ դրանք ամենամոտ բնակավայրերն էին։ Շատ ուսուցիչներ եւ աշակերտներ կարողացան ապաստան գտնել այլ վայրերում, երբ հնարավորություն եղավ։ Ոմանք էլ իհարկե սպանվեցին, բայց ուսուցիչների հարցը հայերի համար շատ յուրահատուկ էր։ Կայսրությունում ամենուր եւ բոլորի համար կար ուսուցիչների պակաս, լավ ուսուցիչ գտնելը չափազանց դժվար էր։ Սակայն հայերի պարագայում խնդիրն այլ էր։ Ուսուցիչների պակասը պայմանավորված էր նրանով, որ նրանցից շատերը տեղահանվել ու սպանվել էին պատերազմի եւ ցեղասպանության ժամանակ։ Իսկ Ստամբուլում, օրինակ, թեև դեռ կային ուսուցիչներ, բայց դպրոցները հնարավորություն չունեին նրանց վճարելու։ Ուստի որոշակի պահի, հատկապես 1922 թվականին Ստամբուլում հայկական դպրոցների եւ ուսուցիչների պակասի հետ կապված մեծ ճգնաժամ առաջացավ։ Կային ուսուցիչներ, բայց նրանք չէին կարողանում դասավանդել, որովհետեւ ստիպված էին այլ աշխատանք փնտրել, պարզապես ծայրը ծայրին հասցնելու համար։ Իսկ Կովկասում, Արևելյան Հայաստանում, օրինակ, նրանցից շատերը կային։ Երբեմն ամեն ինչ հարթ էր ընթանում տեղի ուսուցիչների հետ, բայց երբեմն էլ իրոք դժվար էր լեզու գտնելը։ Կա Գուրգեն Էդիլյանը, մարդ, ով հիմնադրեց մանկավարժական ինստիտուտը։ Նա 1916 թվականին որբանոցների տեսուչ էր եւ հրապարակել էր մի զեկույց, որն այժմ հասանելի է Հայաստանի ազգային գրադարանի կայքում, եթե որևէ մեկը ցանկանա ծանոթանալ։ Նա զեկույց էր հրապարակել Կովկասում որբանոցների վիճակի մասին եւ նշում էր. հայոց ցեղասպանությունից փրկված շատ երեխաներ իրականում ենթարկվում են բռնության եւ երբեմն ուսուցիչները եւ երեխաները լավ չեն հասկանում միմյանց։ And sometimes you would go okay with the teachers that were already there, and sometimes actually it was really hard to get on well with one another. And it's Gurgen Edilyan, the man who founded the Pedagogical Institute, who was actually an inspector for orphanages in 1916, that published this report. That it's actually online on the NLA website if someone wants to have a look. He published a report on the situations of orphanages in the Caucasus, and he says that actually many children from the Armenian genocide are like subject to violence, and that with teachers sometimes they don't really get on well with one another. Yeah, interesting. Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, որ նշեցիք, 1923 թվականը իրոք սահմանագիծ էր։ Մի սահմանագիծ, որից հետո հայկական դպրոցները կենտրոնացան միայն Ստամբուլում։ Ուղղեք ինձ եթե սխալվում եմ, բայց սա տեղի ունեցավ Լոզանի պայմանագրով։ Ճիշտ է, ըստ 1923 թվականի Լոզանի պայմանագրի Ստամբուլի հայերին անվանապես տրվեց փոքրամասնության կարգավիճակ եւ իրավունքներ, ներառյալ սեփական դպրոցներ ունենալու իրավունք։ Իմ հարցը հետեւյալն է. ինչ էր խոստանում պայմանագիրը թղթի վրա եւ ինչ տեղի ունեցավ գործնականում։ The treaty actually promised. My question is about these promises on paper versus what happened in practice. So
Տեսականորեն նրանք ունեին որոշակի իրավունքներ որպես փոքրամասնություններ։ Խոսքը հայերի, հրեաների, հույների եւ այլ ոչ մուսուլման փոքրամասնությունների մասին է։ Օրինակ ոչ քրդերի, քանի որ նրանք մուսուլման էին եւ չէին համարվում փոքրամասնություն։ Սակայն իրականում նրանց ոչ մի իրավունք էլ չտրվեց, որովհետեւ եթե համեմատենք Սևրի եւ Լոզանի պայմանագրերի նույն բաժինները, կտեսնենք հայերն այդ ընթացքում արդեն իսկ բազմաթիվ իրավունքներ էին կորցրել։ Ավելին 1926 թվականին, երբ Թուրքիան ընդունեց շվեյցարական քաղաքացիական օրենսգիրքը, հայերը ստիպված եղան հրաժարվել Լոզանի պայմանագրով իրենց տրված իրավունքներից։ Պետությունը ըստ էության հայտարարեց, քանի որ բոլորը հավասար են, փոքրամասնությունների իրավունքների կարիք չկա, ուստի դուք պետք է հրաժարվեք դրանցից։ Ահա թե ինչ տեղի ունեցավ գործնականում Ստամբուլում։ Իսկ 1924 թվականին մարտին ընդունվեց կրթության միասնականացման մասին օրենքը, որից հետո բոլոր դպրոցներում ամեն ինչ պետք է միատեսակ լիներ, այսինքն հայերը չէին կարող դասավանդել իրենց սեփական ծրագրերով։ Պատրիարքարան իրականում 1923 թվականին մեկ ծրագիր էր կազմել, բայց 1924 թվականից հետո նրանք այլևս չէին կարող այն օգտագործել դպրոցներում։ Քեմալականներն այս ամենը արեցին աստիճանաբար, նրանք կամաց-կամաց ավելացրին թուրքերենի եւ Թուրքիայի պատմության շաբաթական ժամանակը։ Քայլ առ քայլ գնալով 1920-ականների վերջին հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի գրեթե կեսը թուրքերենով էր, կեսը հայերեն։ Սրան զուգահեռ դպրոցները սկսեցին փակվել, քանի որ շատ մարդիկ պարզապես գումար չունեին, նրանք սնանկացել էին։ Ընտրությունը հետևյալն էր՝ կամ երեխային ուղարկել հայկական դպրոց, որտեղ դասերի կեսը միևնույն է թուրքերեն էր, կամ ուղարկել թուրքական պետական դպրոց, իսկ հայերենը սովորեցնել օրինակ շաբաթ օրերին կազմակերպվող դասընթացների միջոցով։ Շատերը, ովքեր գումար չունեին, ընտրեցին երկրորդ տարբերակը։ Ահա թե ինչու 1920-ականների վերջին Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թվի կտրուկ անկում գրանցվեց, եւ դա էր պատճառը, որ որոշ դպրոցներ փակվեցին արդեն 30-ականների սկզբին։ Half of everything being Turkish classes, or sending them to a public school, a Turkish public school, and then maybe like give them Armenian classes on Saturday or something. And many people who didn't have the money chose the second option, and so that's why you have a drop in the students in the Armenian schools in Turkey by the late 1920s, and that's why you have some others that closed in the early 1920s. So in these Armenian schools, այս հայկական դպրոցներում նրանք իրավունք ունեին հայերեն դասավանդելու, բայց այդ առարկաների ծախսերը պետք է վճարեին մեր հիմնադրամներից, ճիշտ եմ։ Ոչ, պարզապես հայկական դպրոցները մասնավոր դպրոցներ են, ուստի կան տարեկան ուսման վարձեր։ Դրանք ամբողջությամբ մասնավոր դպրոցներ են, բայց ունեն պարտադիր թուրքական առարկաներ։ Նաև եթե չեմ սխալվում, նրանք ունեին թուրք փոխտնօրեն դպրոցում, ճիշտ է։ Այո, այդպես է, բայց իմ կարծիքով ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ 1924-ից 25 թվականներից հետո պատմության ուսուցիչը պետք է նշանակվեր կրթության նախարարության կողմից եւ այլևս չէր կարող հայ լինել։ Դու չէիր կարող լինել պատմության ուսուցիչ, եթե հայ էր։ Այսպիսով նրանք հայ պատմության ուսուցիչներին փոխարինեցին թուրք ուսուցիչներով։ Սակայն խնդիրն այն էր, որ նրանք նույնպես ունեին ուսուցիչների պակաս, ուստի երբեմն նշանակում էին նախկին օսմանյան զինվորականների, ովքեր ընդհանրապես չգիտեին, թե ինչպես դասավանդել, ինչը լարվածություն էր ստեղծում դասարանում երեխաների հետ, իսկ գործընկերներն էլ նրանց հիմնականում դիտում էին որպես պետության լրտեսներ, այնպես որ ուսուցչանոցում նրանց հարաբերությունները բոլորովին հարթ չէին։ Վիճակն այնքան վատացավ, որ թուրքական պետությունը կարծեմ 1926 կամ 28 թվականին, հստակ տարեթիվը չեմ հիշում, նամակ ուղարկեց բոլոր մասնավոր դպրոցներին, հիշեցնելով այդ թուրք գործընկերները շատ լավ մասնագետներ են եւ նրանց պետք է վերաբերվել հավասարապես, ինչպես հայ եւ մյուս գործընկերներին։ Մեկ այլ խնդիր էլ կար։ Նրանց աշխատավարձը որոշում էր պետությունը։ Նրանք գալիս էին դպրոց, ուսուցիչ չէին, նշանակվում էին պետության կողմից, բայց ստանում էին ավելի բարձր աշխատավարձ։ Այնպես որ այո, հայկական դպրոցների ներսում ուսուցչական կազմի միջև լուրջ լարվածություն կար։ Very good colleagues, and that they should be treated as equal to the Armenian colleagues and to all the other colleagues. But another issue that they had is that their salary was decided by the states. So they arrived, they're not teachers, they are being nominated by the state, and they have a higher salary. So yeah, inside of the Armenian schools, then you had tensions in the teaching teams. Oh, interesting. And you mentioned history. Հետաքրքիր է։ Դուք նշեցիք պատմությունը, իսկ դա
հայոց պատմություն չէր, չէ՞։ Նրանք ունեին հայոց պատմություն առարկա, թե ոչ։ Ոչ, դա համաշխարհային պատմությունն էր եւ Թուրքիայի պատմությունը կամ նման մի բան։ Առաջին թուրքական դասագրքերը հրատարակվեցին 1920-ականների կեսերին, իսկ 32 թվականին թուրքական պատմագիտական ընտրության ստեղծմամբ տեղի ունեցավ պատմության ուսումնական ծրագրերի լիակատար վերաձևում։ Օրինակ, երբ նայում ենք տարրական դպրոցների համար նախատեսված 1931-ից 32 թվականների դասագրքերին, որոնք պարտադիր են նաեւ հայկական դպրոցներում, տեսնում ենք 4 հիմնական գիրք՝ հին դարերի, միջին դարերի, նոր եւ ժամանակակից պատմություն։ Ուշագրավ է, հին դարերի պատմության դասագրքում հայերը տեքստում հիշատակվում են ընդամենը 4 անգամ, որոնց անվանացանկում ինդեքսում 2 անգամ։ Այսինքն հին շրջանի համար ընդամենը 2 հիշատակում։ Բայց չէ որ իրականում անհնար է ուսումնասիրել այդ տարածաշրջանի հին պատմությունը առանց Տիգրան Մեծին հիշատակելու։ Այստեղից հստակ երևում է, որ նրանք չեն մոռացել այդ մասին եւ դա արել էին միտումնավոր։ Ահա թե ինչպես նրանք պարզապես ջնջեցին հայերին պատմությունից։ Նրանք կարիք չունեին վատ բաներ ասելու, նրանք պարզապես ոչինչ չասացին եւ բառացիորեն ձևացրին, թե մենք երբեք գոյություն չենք ունեցել։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Այնպես որ հայկական դպրոցներում հնարավոր չէր ունենալ հայոց պատմության ոչ մի դասաժամ։ Ուստի հայեցի անցյալի մասին գիտելիքները սահմանափակվում էին բացառապես գրականության կամ այբուբենի դասերով։ Սա հստակ երևում է օրինակ երեխաների համար նախատեսված այն դասագրքերից, որոնցով սովորում էին գրել։ Առաջին բառերից մեկը, որ նրանք սովորում էին, օրինակ գյուղներ։ Եվ եթե կարդում ես այդ բոլոր դասագրքերը, տեսնում ես, որ դրանցում դեռևս խոսվում էր Անատոլիայի գյուղական կյանքի մասին։ Այսինքն նրանք դեռևս փոխանցում էին այդ պատմությունը, բայց ինչպես տեսնում եք, այս յուրահատուկ ձևով։ Like that. Like that's how it happened. Interesting. Տակշկիր է եւ իհարկե չափազանց դժվար է պատկերացնել, թե հոգեբանորեն ինչ էր զգում երեխան այսպիսի դպրոցներում։ Կրթություն ստանալով ընդամենը 10-20 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի ստվերում։ Այն դեպքում, երբ թուրքական պաշտոնական թեզերը հեշտում էին այդ ամենի գոյությունը։ Իսկ ինչ կասեք ուսուցիչների մասին։ Նորից եմ ուզում անդրադառնալ նրանցից ոմանք հայոց ցեղասպանության վերապրածներ էին, ոմանք անցել էին այդ բոլոր ջարդերի միջոցով։ Ինչպես էր հնարավոր հաղորդակցել հաջորդ սերունդի հետ մի պետության մեջ, որը կազմակերպել էր քո ծնողների սպանությունը։ Դրա համար էլ, երբ ձեզ հարցրեցի բանավոր պատմությունների մասին, ցանկանում եի իմանալ, գուցե ունեք որոշակի տեղեկություններ այդ մարդկանց կողմից գրված տեքստեր, նամակներ կամ օրագրեր, որոնք փոխանցում են նրանց հոգեբանական վիճակը։ Conditions or something, letters or diaries. I would love to find something like that. Actually, I don't have a diary of someone, for instance, writing about this in the 20s. Ես ինքս շատ կցանկանայի նման մի բան գտնել։ Իրականում ես չունեմ օրինակ 20-ականների թվականներին գրված որևէ օրագիր, որտեղ խոսվեր այս մասին, բայց նաև կարծում եմ նրանք այդ ժամանակ ամեն ինչին բոլորովին այլ կերպ էին նայում։ Եթե այսօր մենք հետադարձ հայացքով ենք նայում, մեր մտքում անմիջապես ցեղասպանությունը եւ այդ ամենը, բայց կարծում եմ 20-ական եւ 30-ական թվականներին ամենակարևոր խնդիրը պարզապես գոյատևումն էր։ Դա հստակ երևում է օրինակ ֆրանսիացի հայագետ Էմանուել Շուրիկի հետ շատ հետաքրքիր հոդվածից, որը պատմում է այն մասին, թե ինչպես Ստամբուլում ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո հայերն այրեցին ֆրանսիական դրոշը ցույց տալու համար, թե ոչ մենք ձեզ հետ ենք, մենք հայրենիքի դավաճաներ չենք եւ նման բաներ։ Կամ օրինակ, երբ կարդում ես այն նամակները, որոնցով պատրիարքարանը հրաժարվում էր Լոզանի պայմանագրով տրված իրավունքներից, նրանք հենց դա են անում։ Նրանք գրում են. մենք դարեր շարունակ եղել ենք հավատարիմ ազգ եւ այլն։ 1918 թվականից հետո համայնքն ու պատրիարքը որդեգրել էին հենց այդ դիրքորոշումը։ Նրանք պարզապես ցանկանում էին լինել, չէ մասյան նկատ, բայց այնպիսին, որ որևէ խնդիր կամ ավելորդ աղմուկ չստեղծեն։ Աղբյուրներում դա ուղղակիորեն գրված չէ, բայց այն ամենը, ինչ զգացվում է այդ փաստաթղթերի տողատակերում, հանգում է հետեւյալին. եկեք պարզապես աղմուկ չբարձրացնենք եւ սպասենք, սա էլ կանցնի։ This is really what you see in the sources. Like, it's not written, but everything that like breathe from the sources is that let's just not make noise and let's just wait for this too shall pass. Այո, եւ արդյոք կարող ենք տեսնել դիմադրության որոշակի դեպքեր։ Գուցե դիմադրություն երեխաների կամ ուսուցիչների կողմից, երբ նրանք փորձում էին ավելի շատ հայերեն խոսել,
ունենք նման օրինակ։ Կարծում եմ, այո, ինձ համար հենց այս գրականության դասերը, այբուբեն ու քերականությունը դասավանդելու ձևը արդեն իսկ ամենօրյա դիմադրություն էին։ Նրանք շարունակում էին պատմել Արևելյան Անատոլիայի պատմությունները, սովորեցնում էին, թե ինչպիսին էր կյանքը, ինչպիսին էր հայկական գյուղի կյանքը մինչև ցեղասպանությունը։ Սա յուրատեսակ կենցաղային դիմադրություն էր, թեև չեմ կարող ասել արդյոք բոլորն էին այդ պահին այդպես մտածում, բայց ինձ համար սա դիմադրության գլխավոր ձևն էր, եւ մարդիկ գիտեին, իրենք հայ են, նրանք շարունակում էին տանը հայերեն խոսել։ Օրինակ ես ինքը սերում եմ թրքայ ընտանիքից եւ մինչ օրս տանը հայերեն են խոսում, այնպես որ կարծում եմ այդ ամենօրյա դիմադրությունը գալիս էր հենց ընտանիքի ներսից եւ հայերենի այն դասերից, որոնք դեռևս պահպանվում էին։ But to me this is the main form of resistance, and people knew that they were Armenian. Like they would keep, speaking Armenian in their homes. We still do. I mean, I come from a Turkish Armenian family, and we still like talk Armenian at home. So it's, I think the everyday resistance comes from inside households and from this Armenian classes that were still I think. Yes, and I always want to compare. Այո, եւ ես միշտ ցանկանում եմ համեմատել, թե ինչ է կատարվում խորհրդային Միությունում, խորհրդային Հայաստանում, որովհետեւ ինչպես գիտեք, ըստ Մոսկվայի, ապա Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի կար մի կետ, որով երկու պետություններն էլ արգելում էին միմյանց դեմ թշնամական քարոզչությունը։ Այս պատճառով, ըստ այդ դրույթի, խորհրդային դպրոցներում նույնիսկ արգելված էր թուրքական անցյալի կամ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների հիշատակումը։ Իհարկե իրավիճակները նույնական չեն, քանի որ ի վերջո դա Հայաստան էր, թեկուզ խորհրդային Հայաստան, բայց Հայաստան, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ հարցնել վերահսկողության մեթոդների մասին։ Նկատի ունեմ զրպարտագրերը կամ այն ինչ ռուսերենում կոչվում է դանոս, մատնություն, երբ մարդիկ գրում էին միմյանց դեմ, ունենք որևէ տեղեկություն դպրոցներում տիրող առօրյա, ամենօրյա հարաբերությունների հսկողության կամ վերահսկողության մասին։ Այո, ունեմ։ Օրինակ, նախքան կրթության նախարարությունը կկարողանար պարտադրել թուրքական դասակարգերը, նրանք ստիպված էին գործ ունենալ այն ամենի հետ, ինչն արդեն կար։ Ուստի նախքան որևէ գիրք աշակերտի ձեռքը հասնելը, այն պետք է ուղարկվեր կրթության նախարարություն, որտեղ ստուգում էին, արդյոք ամեն ինչ ճիշտ է եւ միայն դրանից հետո էր թույլատրվում օգտագործել այն։ Օրինակ, արգելված էին բոլոր այն քարտեզները, որոնք ցույց են տալիս ավելին, քան նախատեսված էր Լոզանի պայմանագրով, եւ նման բազմաթիվ սահմանափակումներ կային։ Այսպիսով, մի կողմից կար դասակարգերի ստուգման գործընթաց, մյուս կողմից դպրոցներում նշանակված պատմության այդ թուրք ուսուցիչները։ Ինչպես նշում են աղբյուրները, հայ ուսուցիչները նրանց իրոք ընկալում էին որպես մարդկանց, ովքեր պետությանը գործ էին տալու, մատնելու էին իրենց վրա։ Սա դպրոցները վերահսկելու հիմնական միջոցն էր, բայց կար նաև տեսչական ստուգումների խիստ համակարգ։ Օրինակ, նախքան որևէ դպրոցի վերաբացվելը, այն պետք է թուրքական պետության կողմից անցներ ամբողջական ստուգման գործընթաց, որը վերաբերում էր օրինակ հիգիենային։ Պետությունը ներդրեց հիգիենայի այս շատ կարևոր բարեփոխումները, ինչը առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, քանի որ խոսքը երեխաների մասին է։ Պետք է այնպես անել, որ նրանք դպրոցում չհիվանդանան եւ ունենան լավ ուսումնական պայմաններ։ Սակայն խնդիրն այն էր, որ նրանք այդ բարեփոխումները պարտադրեցին չափազանց արագ եւ օգնություն ցուցաբերեցին օրինակ թուրքական պետական դպրոցներին, բայց ոչ մի հայկական մասնավոր դպրոցի։ Արդյունքում, եթե հայերը չէին կարողանում իրականացնել բոլոր կարևոր փոփոխությունները, իսկ ցեղասպանությունից հետո, ինչպես ասացի, ամենուր ֆինանսական սուր պակաս էր, նրանց պարզապես թույլ չէին տալիս վերաբացվել։ Պետությունն ասում էր, այո, բայց մենք հիմա ունենք հիգիենայի այս նորմերը եւ դուք չեք համապատասխանում դրանց, ուստի ցավոք չեք կարող բացվել։ Այսպիսի մեթոդներ էին կիրառվում։ Բացի հիգիենայից կար նաեւ դպրոցների տնօրենների գործոնը։ Պետությունը նրանց էր ուղարկում չափազանց երկար հրահանգներ այն մասին, թե ինչպես պետք է ղեկավարել դպրոցը, ինչպես անել այս կամ այն բանը, եւ դու իրոք շատ կարճ ժամանակ էր ունենում հարմարվելու համար, եթե ուզում էր, որ դպրոցը բաց մնա։ Ահա թե ինչպես էին նրանք գործում։ Նրանք դպրոցները միանգամից ու ուղղակիորեն չէին փակում, այլ պարզապես բարեփոխումներն այնքան արագ էին պարտադրում, որ եթե դու չէիր կարողանում հետևել դրանց, դպրոցն ինքնաբերաբար փակվում էր։ Again. So the state would say, yeah, but you're not, like, we have this hygiene norms now and you're not fulfilling it, so sorry, you can't open. So you have this kind of things, the hygiene, and you also have the principles of the schools, where the state would send this very long instructions of how you run the school, how you do this, how you do that, and
you really had a very short amount of time to adapt if you wanted the school to stay open. So that's how they did it. They didn't close the school directly. It's just that they enforced reforms so quickly that if you couldn't follow, the school would be closed. Yeah, and there is գիտեք, պատմագրության մեջ տարածված է մի տեսակետ, թե Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում էր արմատական եւ կտրուկ խզում Օսմանյան անցյալից։ Բայց ես կարծում եմ, որ հասարակության մտածելակերպի մեջ եւ հատկապես ոչ մուսուլմանների հանդեպ վերաբերմունքում ակնհայտորեն կար խիստ շարունակականություն։ Իմ հարցն այնպեսին է. ինչպես վաղ հանրապետական շրջանի էլիտան եւ ոչ միայն էլիտան, այլև սովորական մարդիկ իրենց հետ բերեցին Թուրքիայի բնիկ հայերին ոչ թե որպես քաղաքացիներ, այլ որպես ներքին թշնամիներ կամ օտարներ ընկալելու օսմանյան սովորույթը։ Ինչպիսին էր վերաբերմունքը հայերի նկատմամբ այդ ժամանակվա Ստամբուլում։ Այստեղ մի քանի հանգամանք կա։ Կարծում եմ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի վաղ հանրապետական շրջանի միջև իրոք գոյություն ունի հստակ շարունակականություն։ Այն կենտրոնացման գործընթացը, որը տեղի ունեցավ հանրապետության վաղ շրջանում, իրականում սկսվել էր դեռևս ուշ օսմանյան ժամանակաշրջանում։ Սա պարզապես այն բարեփոխումների շարունակությունն էր, որոնք օսմանացիները սկսել էին 19-րդ դարի վերջին, այնպես որ մարդկանց հանդեպ վերաբերմունքի առումով ոչինչ չփոխվեց։ Իմ տեխնացուական թեզը գրելու ընթացքում ես հանգեցի այն եզրակացությանը, որ հայերը թուրքական հասարակությունից լիովին դուրս մղված չէին։ Նրանք ներկայացնում էին այդ հասարակության պատկանելիության սահմանագիծը, այսինքն ոչ ամբողջությամբ դրսում էին, բայց եւ ոչ ամբողջությամբ ներսում։ Եվ սա մի միջոց է մարդկանց մշտական զգուշավորության մեջ պահելու համար։ Օրինակ 20-ականների վերջին կրթության նախարարն ասում էր. ցանկացած ոք կարող է մաս կազմել թուրքական պետության, քանի դեռ ընդունում է իրենց լեզուն եւ իրենց գաղափարները։ Սակայն արդեն 30-ականների սկզբին ի հայտ է գալիս ազգի ավելի էթնիկ սահմանում եւ դու այլևս չես կարող դրա մասնիկը լինել։ Բայց հայերը միևնույն է լիովին օտար չէին։ Նրանք ինձ համար խորհրդանշում էին հենց պատկանելիության այդ սահմանները, երբեմն մի փոքր ներսում, երբեմն դրսում, այսինքն երկու քարի արանքում։ Այո, ինչ որ տեղ մեջտեղում։ Այո, մեջտեղում, եւ մենք դա տեսնում ենք նաեւ այսօր, օրինակ քրդերի պարագայում։ Նրանք լիովին դրսում չեն, բայց եւ լիովին ներսում չեն։ Կարծում եմ սա նույնատիպ երևույթ է, թեև խնդիրն ամբողջությամբ նույնը չէ, բայց հասարակությանը միաժամանակ պատկանելու եւ չպատկանելու ձևն է նույնը։ But the Armenians also were not completely outsiders. They were really, to me, representing these limits of belonging, like a bit inside, sometimes outside, like in between. Yes, yeah. in between, and we see that now, for instance, with the Kurds. Like they're not outside, but also not really inside, and I think they are kind of. It's not at all the same issue, but it's still the kind of the same way of belonging / not belonging in the society. And մենք գիտենք, որ նույնիսկ այսօր կարելի է լսել պատմություններ այն հայերի մասին, ովքեր մնացել են Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի արևելյան նահանգներում, եւ մենք նրանց անվանում ենք ծպտյալ հայեր կամ նման մի բան։ Արդյոք նրանք որևէ հնարավորություն ունեին իրենց գավառներում ինչ որ բան ստեղծելու, թե 100%-ով սահմանափակվում էին միայն Ստամբուլով։ Կար որևէ հնարավորություն օրինակ Մուշում կամ Սասունում հայկական դպրոց բացելու։ Դա արգելված էր։ Ոչ, չէր կարող, դա բացառված էր։ Այդ պատճառով հայկականությունը այդ տարածքներում մնաց յուրատեսակ գաղտնիք, բայց ասելով յուրատեսակ նկատի ունեմ, որ այն միևնույն ժամանակ գաղտնիք էլ չէր, որովհետև նրանք դեռ շարունակում էին փոխանցել իրենց հայ լինելը։ Եթե այսօր գնանք այնտեղ, շատ հաճախ կհանդիպենք մեկին, ով կասի. «Գիտես, ես հայ եմ, այդպիսի ու այնպիսի պատմություն ունեմ», այնպես որ դա լիովին թաքցված չէր։ Նրանք դեռ կարողանում են ինչ-որ կերպ պահպանել իրենց հայ լինելը, բայց դա իրոք նույնը չէր, ինչ Ստամբուլում։ Հատկապես, որովհետև նրանք չունեին դպրոցներ, իսկ նրանց Ստամբուլում կենտրոնացնելը հսկողության տեսանկյունից երևի թե լավ որոշում էր նրանց կողմից, ովքեր դա արեցին, քանի որ նույն վայրում նրանց վերահսկելը ավելի հեշտ էր եւ այդպիսով հնարավոր էր լիովին ջնջել եւ մաքրել այդ փոքրամասնության ցանկացած ներկայությունը մյուս նահանգներում։ Այո, եւ դա աշխատեց։ Իսկ հարցս նաև աղջիկների կրթության մասին է։ Այն արդեն համատեղ էր, կրթությունը համատեղ էր երկսեռ, թե ոչ։ Նայած դպրոց կային թե համատեղ դպրոցներ տղաների եւ աղջիկների համար եւ թե առանձին վարժարաններ։ Օրինակ Եսայան վարժարանը աղջիկների դպրոց էր, այնպես որ տարբեր էր եւ հենց այդ շրջանում է, որ իրավիճակը սկսում է փոխվել։ Իսկ ձեր հետազոտությունն առնչվում է հայ աղջիկների հետ կապված վախերին, նկատի ունեմ առևանգումներ կամ բռնի կրոնափոխության դեպքեր,
թե նրանք ինչ որ կերպ պաշտպանված էին պետության կողմից։ Իրականում այո, ուսումնասիրել եմ դա։ 1922 թվականին նախքան հեռանալը նրանք շատ արագ որոշում են կայացնում հեռանալ, քանի որ Մուդայնյանի զինադադարից հետո Ստամբուլի վերահսկողությունը հանձնվում էր քեմալականներին, եւ քեմալական վարչակազմի առաջին քայլերից մեկը եղավ այն, որ նրանք մտան հայկական դպրոցներ, փնտրելու այն թուրք երեխաներին, որոնք իբր առևանգվել էին օսմանյան որբանոցներից։ Իրականում նրանք հայ երեխաներ էին, որոնք փրկվել էին օսմանյան որբանոցներից, որտեղ նրանց փակել էին ցեղասպանության ժամանակ։ Ահա թե ինչու օրինակ աղջիկների որբանոցի տնօրինությունը որոշում է չափազանց արագ հեռանալ։ Նրանք հեռանում են սուպեր արագ տեմպերով, սկզբում Հունաստան, իսկ հետո Ֆրանսիա։ Փաստաթղթերում ուղղակիորեն գրված չէ, թե մենք վախենում էինք, որ դա տեղի կունենա, բայց դրա մասին խոսվում է օրինակ մամուլում։ Այնքան շատ աղջիկներ կային, եւ թեև բաց տեքստով ասված չէ, դու աղբյուրի ամեն մի տողատակից զգում ես։ Աղջիկների վերստին առևանգվելու վախը իրոք նրանց մտքում էր, եւ ինչն էլ բացատրում է, թե ինչու նրանք այդքան շտապ հեռացան։ And this is why then they leave very, very quickly, because the Dobrotsasar is a girls' orphanage, and they leave super quickly and go to Greece, and then they go to France. And it's not said in the sources, but they mention, like for instance, it is mentioned in the press. So there was this many girls. There was this, there was that, and even though it's not said, we were scared that this would happen. You feel it from every pores of the source that this question of girls being abducted again was really in their head, and explains why they left so quickly. So and գիտեք, ես միշտ պատկերացնում եմ այդ ժամանակվա Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը որպես կենցաղային ռասիզմի ինստիտուցիոնալ մեկուսացման եւ նույնիսկ այս փոքրամասնությունների ֆիզիկական խոցելիության միջավայր։ Դրանք այնքան էին նորմալացվել, որ ընկալվում էին որպես կյանքի սովորական բնականon մաս։ Ինչպես էին հայ ընտանիքները եւ դպրոցական երեխաներն ապրում շղթողականության այս մթնոլորտում, ինչպես էին նրանք անվտանգ տեղաշարժվում փողոցներում։ Այս պայմաններում մենք բախվում ենք մի քանի երևույթի։ Օրինակ 1928 թվականին կար քաղաքացի թուրքերեն խոսիր արշավը։ Այն ժամանակ երբ հեռախոսից էիր օգտվում, գիտեք, կար օպերատոր, ով վերցնում էր լարն ու քեզ միացնում համապատասխան մարդուն։ Եվ պետությունն այդ աշխատակիցներին, որոնք հիմնականում կանայք էին, հրահանգել էր ընդհատել այդ խոսակցությունները, որոնք թուրքերենով չէին, այսինքն ընդհատել, եթե խոսում էին հունարեն, լադինո կամ հայերեն։ Այնպես որ տեսնում եք, որ այդ թշնամանքը դեռ կար։ Բացի այդ, հենց նույն շրջանում Ստամբուլի համալսարանի ուսանողներին իրականում խրախուսում էին դառնալ դպրոցական տեսուչներ։ Նրանք գալիս էին հայկական դպրոցներ, ստուգումներ անցկացնելու եւ տեսնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, բայց նրանք կրթական տեսուչներ կամ նախարարության պաշտոնյաներ չէին, այնպես որ սա շատ յուրահատուկ մի բան էր, որը տեղի էր ունենում այդ պահին։ Բայց մյուս կողմից Թուրքիայում այս ամենօրյա խտրականություն ու նման բաները նորություն չէին։ Դա արդեն տևական ժամանակ այդպես էր։ Հայերն իրականում շատ սովոր էին այդպիսի կյանքին դեռևս 19-րդ դարի կեսերից եւ նույնիսկ ավելի վաղ։ Իհարկե այց ցեղասպանություն իր մասշտաբով անհամեմատելի էր եւ շատ ավելի սարսափելի, քան որևէ այլ բան, բայց դա միակ պահը չէր, երբ հայերը կոտորածների էին ենթարկվում։ Նրանց մոտ ձևավորվել էր այս շղթողականության միջոցով անցնելու յուրատեսակ սովորույթ, հաբիտուս, եւ կարծում եմ նրանք պարզապես անում էին այն, ինչին սովոր էին։ Օրինակ, նույն կերպ եղավ նաեւ հետագայում 1955 թվականին Ստամբուլի ջարդերի ժամանակ։ Այո, նրանք շարունակում էին ապրել այնպես, ինչպես սովոր էին։ Փորձում ես ուղակի չընդվզել եւ մտածում ես սա էլ կանցնի։ Armenians were actually very used to living that way since the mid 19th century and even before. So the Armenian genocide was way worse than anything else, but it's not the only moment where Armenians were massacred. So they had kind of an there was this habitus of living through this denial, and I think they just did whatever they were used to doing. Like for instance, afterwards there was the pogrom in 1955, and yes, they kept living the way they used to live. So you try to not to get through it and Շնորհակալություն այս հանգամանքն գծելու համար, որովհետև մեր հասարակությունում մեր հասարակության մեջ նորից կա մի սխալ պատկերացում, թե հայերը Օսմանյան կայսրությունում ապրում էին ապահով եւ անվտանգ,
փող էին աշխատում, եւ դա բարիացկամ կայսրություն էր, եւ իրենք ապրում էին իրենց բարեկեցիկ եւ ապահով կյանքով։ Ու մեկ էլ հանկարծակի մի ակնթարթում եղավ հայոց ցեղասպանությունը, բայց այդպես չէր, դրանք խոցելի պայմաններ էին, իրավունքների ոտնահարում, սահմանափակում կամ նույնիսկ իրավունքների իսպառ բացակայություն, եւ նրանք պարզապես ինչ որ կերպ հարմարվում էին այդ հասարակության մեջ ապրելուն, փորձում էին հաղթահարել դա, ինչպես դուք նշեցիք, իսկ 1955-ը կամ 1915-ը կամ 1955-ը պարզապես այս ամբողջ կուտակված էներգիայի պորտկումներն էին, որոնք առաջացրել էին փոքրամասնությունների հանդեպ այդ թշնամանկի եւ ատելության հետևանքով։ Այո, սա հիշատակման արժանի շատ հետաքրքիր կետ է։ Դուք ձեր հետազոտությունը ավարտում եք 1939 թվականով։ Ինչու հենց այդ տարեթիվն է, ինչու ընտրեցիք այդ սահմանագիծը։ Քանի որ իմ տեխնացուական աշխատանքի շրջանակներում ես համեմատում եմ խորհրդային Հայաստանի եւ Թուրքիայի հայկական դպրոցները եւ այնինչ իրոք ցանկանում էին ուսումնասիրել այս նոր կրթական համակարգի կառուցումներ, իսկ 1936-ից 38 թվականներին երկրորդ աշխարհամարտի նախաշեմին այդ համակարգն արդեն լիարժեք գործում էր։ Հետո բնականաբար սկսվում է պատերազմը եւ դրանից հետո մենք թևակողում ենք բոլորովին այլ փուլ, որը նոր էջ է կրթական աշխարհի համար։ Ահա թե ինչու է ուզում կանգ առնել հենց այդտեղ։ Ինձ համար ամեն ինչ էլ հետաքրքիր է, բայց այն ինչ ես իրականում ուսումնասիրում եք կայսրությունների փլուզումից հետո Թուրքիայում եւ խորհրդային Հայաստանում հայկական կրթական աշխարհի կառուցումն ու վերակառուցումն էր։ Թեև խորհրդային միությունը նույնպես յուրատեսակ կայսրություն էր, բայց այն այլևս պաշտոնապես կայսրության անուն չէր կրում, սակայն դու դրա ներսում եւ նույնը մնում էր փոքրամասնություն, կայսերական փոքրամասնություն։ Ուստի ինչպես է դա անդրադառնում քեզ վրա, ինչպես ես գործում այս նոր համակարգում, որտեղ դու այլևս ի վիճակի չես ինքնուրույն որոշում ներկայացնել ինքնավարության կամ անկախության համար մեկդարյա պայքարից հետո, ինչպես ես հարմարվում եւ ինչ ես անում։ Ահա թե ինչու ես կանգ առա 1939 թվականին։ It doesn't have the name of empires anymore, but you're still a minority in it, and an imperial minority. So how does it go for you? Like, how do you deal with this new system, this where you don't get to decide after a century of fighting to have autonomy or independence? How do you deal with it, and how do you do? This is why I stopped in 1939. And again, I asked you You've noticed մի հարց, երբ ես պատրաստում էի այս ոդքասթին, հանդիպեցի հայ մտավորականների մի շատ հետաքրքիր օրինակի, որոնք համախմբված էին նոր օր թեշտի շուրջ, ինչպիսիք էին Արամ Փեհլիվանյանը եւ Ավետիս Ալեքսանյանը։ Նրանք պայքարում էին Թուրքիայում իրական հավասարության համար, այն ամենի, ինչ գրված էր թղթի վրա, բայց նրանց լռեցրեցին, բանտարկեցին, ապա աքսորեցին։ Իսկ ինչ կասեք դպրոցների մասին, գուցե ունենք դպրոցական միջավայրում նման արժանապատիվ կամ այլախոհական կեցվածքի օրինակներ, կոնկրետ անուններով։ Եվ այո, եւ ոչ, այսինքն չգիտեմ, թե արդյոք դա կանվանեի հենց այլախոհություն, բայց դպրոցական աշխարհը Օսմանյան կայսրության վերջին շրջանում իրոք շատ ընդարձակ էր։ Օրինակ այն ժամանակ մեծ թափ էր հավաքել նոր մանկավարժության հոսանքը, եւ դա միայն հայերին չէր վերաբերում։ Մյուս փոքրամասնությունները նույնպես ունեին այս նոր մանկավարժական մոտեցումներով գործող դպրոցներ։ Կային նաեւ ազգային շարժումներ։ Օրինակ 1911 թվականին լույս տեսավ մի գիրք, որը 19-րդ դարի վերջին ֆրանսիական դպրոցներում կիրառվող հայրենասիրական գրքի պատճեններ։ Դա մի երեխայի մասին էր, ով ճանապարհորդում էր կայսրության հայկական նահանգներով եւ բացահայտում Հայաստանը։ Նա շրջում է, գնում այս կամ այն գյուղը եւ ասում. ահա այստեղ այս եկեղեցին կա, այստեղ այս թուրք մարդն է ապրում, սա այս քաղաքի բնությունը եւ սա էլ այս տարածաշրջանինը։ Հենց այդպես են ճանաչում ու սովորում տարածքը։ Այդ ամենը համատեղվում էր եւ դա իրականում այլախոհություն չէր համարվում, քանի որ ըստ համայնքային միլեթի համակարգի նրանք տեսականորեն իրավունք ունեին ինքնուրույն կառավարել իրենց դպրոցները, այնպես որ ուշ Օսմանյան շրջանի հայկական դպրոցներում 1000 ու մի տարբեր բաներ կատարվում, եւ սա էր պատճառը, որ երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ուսուցիչների պակասի խնդիրը հայերի եւ մյուս էթնիկ խմբերի միջև շատ տարբեր էր, քանի որ հայկական կրթական աշխարհը հայտնի էր իր բարձր արդյունավետությամբ եւ բավականին մեծ ընդգրկմամբ։ Ահա թե ինչն էր դրան առանձնահատուկ տեսք տալիս։ Իսկ որոնք են ձեր ծրագրերը, պատրաստում եք ավելի խորը հետազոտել այս թեման, թե արդեն արել եք այն ամենը, ինչ հնարավոր է։
Չեմ կարծում, թե արել եմ ամեն ինչ հնարավոր էր։ Ինձ թվում է այս թեմայով դեռ կարելի է հազար ու մի նոր բան գտնել։ Այժմ ես իմ տեխնացուական աշխատանքի իման վրա գիրք գրելու գործընթացի մեջ եմ։ Այո, դուք անպայման պետք է դա անեք։ Ահա հիմնականում հենց դրա վրա եմ աշխատում։ Բացի այդ ունեմ մի միկրոպատմության նախագիծ, հենց այս նույն դպրոցի մասին, որտեղ փորձում եմ անդրադիտակի տակ առնել ու հետևել մեկ կոնկրետ դպրոցի առօրյա կյանքին, հասկանալու համար, թե ինչպես էր ամեն ինչ տեղի ունենում հենց դպրոցի մակարդակով։ Սա է իմ ներկայի աշխատանքը, ինչպես նաև ունեմ մեկ այլ նախագիծ, որն արդեն դպրոցներին չի վերաբերում, որտեղ ուսումնասիրում եմ թուրքերին, հայերին եւ ազգությունների հարցը։ Research deeper in this topic, or you just done everything that was possible to do? I don't think I've done everything that is possible. I think you can still find like a million things on this. No, I'm on the process of writing the book from my PhD. I hope you must. Yes, you must. Yeah. So this is what I'm working on right now, and I'm also I'm doing. I have this microhistory project on this school, Tobrotsaser, where I really try to like follow the daily life of this just one school to see how it goes like on the school level. So this is what I'm doing now, and I have this a big project which is not on schools, where I work on Turks and Azerbaijanis in army and national narratives. Yes, it was my next question. You are in Yerevan due to fellowship of Yerevan Center of International Education. Who are good friends of mine. Այո, հենց դա է լինելու իմ հաջորդ հարցը։ Դուք Երևանում եք միջազգային կրթության Երևանյան կենտրոնի կրթաթոշակային ծրագրով, որոնք իմ լավ գործընկերներն ու ընկերներն են։ Մենք արդեն ոդքասթ ենք ունեցել Լուկայի հետ, ով նույնպես այս ծրագրի կրթաթոշակառուներից էր։ Մի փոքր պատմեք ձեր հետազոտության մասին, թե ինչով եք զբաղվում այստեղ։ Ես այստեղ եմ 2 ամսով եւ ուսումնասիրում էի հայկական երկիծանկարները, քանի որ շատ էի ուզում հասկանալ, թե ինչպիսին էին թուրքերն ու մյուսները հայկական պատումներում, որովհետեւ երբ այսօր լսում ես մարդկանց, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք առանձնապես տարբերություն չենք դնում, որ ամեն ինչ նույնն է։ Ես ուզում էի բարձել արդյոք դա միշտ է այդպես եղել եւ ինչպես է դա ձևավորվել։ Նկատի ունեմ, քանի որ մենք կառուցում ենք մեր ազգային պատումները, իսկ ինչ է լինում մյուսի հետ, նրա ով չի պատկանում այն խմբին, որը մենք կերտում ենք։ Ինչ ենք անում նրա հետ, ինչ ենք ասում կամ ինչպես ենք տեսնում այդ մյուսին։ Ես շատ կցանկանայի սա ամբողջականորեն անել, բայց բնականաբար չեմ կարող։ Օրինակ մեկնել Բաքու եւ ուսումնասիրել տեղի ազգային մամուլը, նախ որովհետեւ չեմ կարողանում կարդալ արաբատար, պարսկական այբուբենով եւ երկրորդ ակնհայտ պատճառներով ես հայ եմ, այնպես որ չեմ կարող գնալ։ Ուստի ես ուսումնասիրում եմ միայն հայկական կողմը, բայց հուսով եմ մի օր ինչ որ մեկը նույնը կանի նաեւ թուրքական կողմի վերաբերյալ։ Կարծում եմ Վրաստանը նույնպես լավ վայր է, որտեղ կարելի է գտնել այդ թերթերը կամ երկու խմբերի միջև այդ ողջ փոխազդեցությունը, բայց նույնիսկ այստեղ Երևանում մենք ունենք այդքան շատ արխիվներ եւ նյութեր, որոնք թվայնացվել են։ Հատուկ շնորհակալություն ազգային գրադարանին թվայնացման ծրագրի համար, քանի որ դա իրոք անչափ օգտակար է։ Ֆանտաստիկ աշխատանք է, այո, հրաշալի, երբ կարողանում ես օգտվել դրանից։ Եվ հիմա արհեստական բանականության դարաշրջանում, երբ կարող ես օգտագործել արհեստական բանականության նոր նյութեր գտնելու համար, կարծում եմ մեր գործը շատ ավելի է հեշտացել։ Thank you to the National Library for like the digitalization project because it's really useful. Yes, so they thank did you. Fantastic job. Yes, it's fantastic when you can use it, and also with the era of AI, you can use this AI in finding some other materials, and I think we're doing better. I mean, we are historians. I mean, and my next traditional question is why to study history? Because I want just to give you some context, because I have a hunch that in our society history is underestimated. Not only history but all social sciences and humanities, they are underestimated, and the priority is on technical sciences or computer sciences or I don't know, all these sciences of nature. I mean chemistry, biology. I respect all of them, but at the same time I have this I see this danger of underestimation of humanities. And what do you think? Եվ իմ վերջին ավանդական հարցը, ինչու ուսումնասիրել պատմություն։ Ուղղակի ուզում եմ մի փոքր նախապատմություն տալ։ Ինձ թվում է, որ մեր հասարակության մեջ պատմությունը թերագնահատված է։
Ոչ միայն պատմությունը, այլ բոլոր հասարակագիտական եւ հումանիտար առարկաները թերագնահատված են եւ առաջնահերթությունը տրվում է տեխնիկական գիտություններին, ՏՏ ոլորտին կամ բնական գիտություններին, քիմիային, կենսաբանությանը։ Ես հարգում եմ դրանցից յուրաքանչյուրը, բայց միևնույն ժամանակ վտանգ եմ տեսնում հումանիտար գիտությունների այս թերագնահատման մեջ։ Ինչ եք կարծում, ինչու է պետք սովորել պատմություն, որն է ձեր պատասխանը։ Կարծում եմ հատկապես մեր օրերում չափազանց կարևոր է պատմություն կամ առհասարակ ցանկացած հումանիտար գիտություն սովորելը, հաշվի առնելով այն ամենը, ինչը մենք տեսնում ենք համացանցում, օրինակ այս ողջ ապատեղեկատվությունը եւ նման բաներ։ Հումանիտար գիտությունները պետք են որպիսի մարդ սովորի մտածել, քննադատաբար մոտենալ իր տեսածին եւ չունենալ այնպիսի կեցվածք, թե դե պետությունն է ասել, ուրեմն ճիշտ կլինի, կամ դե տեսել եմ համացանցում, ուրեմն հաստատ ճիշտ է։ Ես 10 տարի դպրոցում պատմություն եմ դասավանդել եւ իմ աշակերտներին միշտ ասել եմ նույն բանը. դուք պետք է հարցականի տակ դնեք ամեն ինչ, հենց այդպես եք սովորում։ Ուստի հումանիտար գիտությունները կարևոր են, որովհետեւ դրանք է սովորեցնում են հարցեր տալ։ Եվ իմ հաջորդ ու վերջին հարցը, երևի թե ավելի անձնական հարցը, ինչու որոշեցիր ընտրել հենց պատմության ուղին։ Կամ ինչպես կանգնեցիր այս ճանապարհին, չէ՞ որ դուք կարող եք օրինակ լավ կենսաբան դառնալ, դե չնայած երբեք էլ ուշ չի։ Ինչը փոխվեց ձեր մեջ, որ կատարեցիք այս ընտրությունը։ Դե ես բակալավրիատում պատմություն էի սովորում, իսկ հետո սկսեցի հաճախել մի սեմինարի, պարզապես այն պատճառով, որ ցանկանում էի ավելին իմանալ հայոց պատմության եւ ըստ էության իմ արմատների մասին, քանի որ մեծացել եմ հիմնականում Ֆրանսիայում։ Ես ուղղակի ուզում էի ավելին իմանալ եւ ընդգրկվեցի Կլեր Մուրադյանի գիտահետազոտական սեմինարում, ինչը հրաշալի էր, այնպես որ ես մնացի, շարունակեցի գնալ նորից ու նորից եւ այդպես նրա ղեկավարությամբ պաշտպանեցի մագիստրոսական թեզս։ Հետո տեխնացուականս եւ ահա այստեղ եմ, բայց ամենասկզբում դա պարզապես այսպես էր. «Օ, սա հետաքրքիր է թվում, լավ, գնամ լսեմ, տեսնեմ ինչ ունեն ասելու»։ Այո, եւ դա շատ լավ պատասխան է, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, պատմաբաններիցս յուրաքանչյուրը իր կյանքում ինչ-որ փուլում հանդիպել է ճիշտ մարդու։ Այո, մենք հանդիպել ենք լավ ուսուցչի, լավ պրոֆեսորի կամ լավ հեղինակի, ով գիրք է գրել ինչ-որ բանի մասին եւ այդ մարդիկ պարզապես փոխել են մեր կյանքը։ Սա շատ ոգեշնչող պատմություն է, քանի որ մենք կարող ենք պատկերացնել, որ մի օր գուցե հենց մեր այս քննարկումը ու զրույցը կփոխի ինչ-որ մեկի կյանքը, ով դիտում այս ոդքասթը եւ նա կորոշի շարունակել այն գործը, որ մենք անում ենք։ Շատ շնորհակալ եմ ինձ հետ լինելու համար, անհամբերությամբ սպասելու եմ քո նոր կշկերը, քեզ նորից տեսնելու այստեղ եւ զրուցել երկրորդ նախագծի մասին, որը նույնպես չափազանց հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք հուսով եմ հաջորդ անգամ ինձ ավելի վստահ կզգամ եւ հարցազրույցը հայերենով կանենք։ Իսկ այն մարդուն, ով դիտում է մեզ եւ գուցե մտածում է պատմություն սովորելու մասին, խնդրում եմ, եկեք միացեք մեզ։ Մեզ մոտ հետաքրքիր է։ Այո, պատմությունը չափազանց հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։